Ես չեմ լինի նախընտրական ցուցակում։ Հիասթափված է ԿՊԱ-ական Հայկ Սարգսյանը, այնքան, որ էլ չի պլանավորում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Չունեմ նման պլանավորում, անհրաժեշտություն չկա։ Նիկոլ Փաշինյանի մեծահոգությանն այդպես էլ չարժանացավ, շիշ բռնելով հայտնի չդարձած Հայկ Սարգսյանը։ Իր քաղաքական հայրը չլսեց նրան։ Մերժումից հետո ԿՊԱ-կանը Facebook-ի գզրոցներից հին տեսանյութեր է հանում, տարածում։ Ամենահուզիչը 14 տարեկան Հայկը եղբոր հետ ընդդիմադիր Փաշինյանի կողքին է, հետո միասին պետք է հիմնեին ԿՊԱ-ն։ Նիկոլ Փաշինյանը Սարգսյանը բանակցում են։ Այսպիսի հոգեցունց տեսարաների վերհուշն անգամ չազդեց Փաշինյանի խղճի վրա։ Նա չփոխեց Հայկ Սարգսյանին ԿՊ ցուցակից հանելու իր որոշումը, բայց ԿՊԱ-կանը դեռ կարծում է, թե դա ոչ թե անձամբ Փաշինյանի, այլ կուսակցության ամբողջ վարչության որոշումն է։ Այսինքն դուք հասկացաք, որ Փաշինյանը մտադիր է ձեզ չտեսնել ապագան խորհրդարանում։ Ես հասկացա, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը չի ցանկանում, որպես ես լինեմ նախընտրական ցուցակում։ Փաշինյանը սիրում է հպարտանալ, թե ներկուսակցական ժողովրդավարություն է հաստատել, բաց ու թափանցիկ են անում իրենց վարչության նիստերը, սակայն Հայկ Սարգսյանը քարը քարին չի թողնում, ջախջախում է փաշինյանական պնդումը։ Պարզվում է, ներկուսակցական աննախադեպ ժողովրդավարության պայմաններում Հայկ Սարգսյանը չի հասկացել, ինչու է մերժվել։ Կուսակցությունը որդեգրել է քաղաքականություն, որ պետք է լինի թափանցիկություն, հավասարություն եւ պետք է լինի բոլոր կուսակցականների համար թափանցիկ գործընթացը։ Ցավոք սրտի բազմաթիվ կուսակցական իմ ընկերներ տարակուսանք են հայտնում, որ իրենք տեղեկացված չեն, թե ես ինչու թույլ չի տրվել, որպեսզի ես ընդգրկվեմ ցուցակում։ Խորհրդարանի միջանցներում խոսում են, թե Ալեն Սիմոնյանն է կասեցրել Հայկ Սարգսյանի քաղաքական կարիերան։ Ի հեճուկս խորհրդարանի խոսնակի Սարգսյանը ցանկացել է, որ օնլայն խաղերի հարկ տուրքերը օրենքով բարձրացվեն։ Մեկ այլ վարկածով Հայկ Սարգսյանն ինքն է քար գցել իր քաղաքական բախտի վրա, ջերմ հարաբերություններ ստեղծելով օրենքով գողերի հետ։ Անհեթեթություն է, ես որևէ քրեական ենթամշակույթի հետ երբևէ կապ չեմ ունեցել եւ հիմա էլ չունեմ, ես չունեմ նման ընկերներ, ես որևէ ընկեր չունեմ, ով հանդիսանում է քրեական ենթամշակույթի բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, այսինքն քրեական հեղինակություն կամ օրենքով գող։ Իսկ հնարավոր է մեկ այլ քաղաքական ուժի ցուցակով առաջադրվի առաջիկա ընտրարշավում։ Չկա նման հարց։ Անկյուն քշված ԿՊԱ-կանը խոստանում է մինչև ընտրությունների օրը օրինաստեղծ բեղուն գործունեություն է ծավալելու։ Ռոբին Հուդը գիտես չէ, որ հարուստներից վերցնում է բաժանում աղքատներին։ Նաև բարեգործությունն է շարունակելու։ Շիշ բռնելով հայտնի չդարձած պատգամավորը Facebook-ում արդեն ցուցադրել է, թե ինչպես է իր 3 միլիոն դրամ պարգևավճարը բաժանել կարիքավորներին։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։